Ալվարդ, իսկ երեք իրիկունը քո գլուխն էլ էր պտտվում։ Մանե ջան, ինչ մենք ձեր հետ նույն տանն ենք ապրում, իմ գլուխը առավոտ երեկո պտտվում է։ Լավ, ոչինչ քիչ մնաց, հեսա բոյս կծնվի, դուք կգնաք էս տնից, գլխապտույտդ էլ կանցնի։ Մանե ջան, բոյ իշոնի ակոնչին։ Եթե այս փուլում դուք մի քիչ մեզնից առաջ եք ընկել, այդ չի նշանակում, որ մրցույթը կրել եք։ Լավ, մի նեղվի։ Աղջիկա, ոչինչ, կարևորը առողջ բալիկ լինի։ Դու ավելի լավ քո քաթի առողջության մասին մտածի։ Ինչ վատքի թա որ ուղիղ։ Հələ։ Մետլախը խփած, ստաշկեն արած, ամեն ինչը պատրաստ։ Այս ինչ աշխարհ է։ Մարդը կարող է իր քիթը փոխի, բայց աղբորը չի կարող փոխի։ Ասա է, բա։ Իվան, Շիրո, եկեք հաց ուտելու։ Ալվարդ իսկ կուզեիր որևէ մրցույթում հաղթեիր, բայց մրցանակը ոսկուց չլիներ։ Աթենքի պրոդուկտից լիներ։ Ամեն կուտեիր։ Շիրո։ Տիպիկս քեզ անհանգստանալ չի կարելի։ Շիրո, այսպես մազերիցդ կվերցնեմ, ասած ասֆալտին կգցեմ։ Կակրաս քաղաքում լիքը քո բոյի փոստ կա։ Ճիշտ է ասում էլի, ձայնդ կտրի։ Ոնց որ մաշած կալոտ կալնես, ճռհաճռ։ Ավելի լավ է հացներս ուտենք, գնանք այդ ռեստորան, տեսնենք ոնց ենք վաճառում այդ ապրանքը։ Դա չես որ նայում եմ, բայց բոլորից նստածելու են բան։ Իսկ ես մտածում եմ, որ ձեզ հաճելի չի լինի կանանց գաղութում երեխա ունենալը։ Իվան, որ կանանց գաղութում երեխա են ունենում, մանավանդ տղա։ Վերջում իրան տանում են տղեկի գաղութ։ Գարուն է նորից բացվել, ուսենքի պեշացիտ կոմներ են հայտնվել, բայց ուզում եմ ձեզ ասել, որ նոր Ժիրո Իվանը մեծ սիրով ենք նկարել, չեն լինի որոշ դեմքեր, ում դուք ուզել եք այս անգամ էլ չտեսնել, ստեղծել ենք նոր կերպարներ, բերման ենք ենթարկել սիրված դերասաններ, վաչելու լեռնիկը լինան անդրանիկը մաշանում վիկան, Գալիսյան է մինս է տանում ես թիմը նոր Ժիրո Իվան Բարի օր ձեզ, ես օնլայն շոփի հոսոն եմ ու ապագա քերի եմ ու հատուկ ապագա քերիների համար ունեմ այսպես լայն տեսականի գալիս ես, փորձում ես, ընտրում ես, հագնում ես գալի ծննդատան դեմը փեսուտ կողը կայնում ես մի հատ էլ այս խալատուկ ժակետներից ես վերցնում գցում ես այսենց ուսերի թմի մարդ ես կարող է երեխեն որոշել է ամառը ծնվի քո համար հոբ լրված նայում ես պատուանին սպասում ես երեխուն նենց որ լայքում ես կոմենտում ես պատվիրում ես բռնեմ կս լավ է մնամ ես ոլորտում թե լքեմ ինտերնետը Իրականում ամեն ինչ շատ լավ էր, իմ stylish brother։ Մենակ չհասկացա, ինչի ես անունդ փոխել։ Հրասենք պարզ բան է էլիս, իմ քիչ մտածել է պետք, որ չճոկեն, որ լյովիկն է։ Ես այլա ունեմ հետո գալի մի հատ նկարվենք, մի հատ բան անենք ձևերը սենց սկսելու անել, հեշտ լակում չեմ։ Հասմիկ ջան, հիշում ես, որ ասում էիր Բագրատիկդ մի տարուց ծառայելու է, դու էլ ուզում ես լավ տեղ դասավորես։ Հա։ Լսի մի հատ շեփոր կա, ուրեմն այդ առնում ես, ինքը նվագել է սովորում ու գնում է մուզվոտ։ Օրինակ քանաքերի պաչոտիում իր համար հով ծառայում է։ Առավոտից գիշերը փչելով մանա գալիս։ Լրիվ 6-10 քերու պես էլի։ Հասմիկ ջան, սա սովորական շեփոր չի։ Սրանով հեշտ է նվագել սովորելը։ Հիմա Բագրատի ճակատագիրը իմ ձեռքերում է, բայց $2000 կարող է քո ձեռքերում հայտնվի։ Բայ, չէ, թանկ Ալվարդ ջան։ $2000 Երևանում ծառայելը թանկ է, Հասմիկ ջան։ Դե չէ։ Դե որ չէ, մի քիչ մտածի կզանգես կպատասխանես ինձ։ Լովի քլարիստ է։ Ով է։ Հա։
Արի գնանք unboxing անենք։ Ապրանք ուրա լովիկ։ Ապրանքը առաքել եմ, փողն բերել եմ։ Բա փողեր ուրա լովիկ։ Լավ ես ինչ ասի որ։ Ահա, Լովիկ։ լավ, վայ է։ Հələ թռի լովիկ։ Ուժեղ թռի լովիկ։ Էս ինչա։ Իվան, ինկասացիա տեկավ։ Հաստորին ուրիշի ապրանք ծախելը լավ էլ փողաբեր է։ Քանի դու փամնացել։ Շատ, հələ լիքը փող կարանք աշխատենք։ Չէ, լավ ես ասում։ Բայց մենք լիքը փող աշխատելու ժամանակ չունենք։ Պատկերացնում ես այդ Վեներա մոլորակը կկասկածի մեր վրա, կասի փակը ռեստորան է, այդքան մարդ է մտնում դուրս գալիս։ Իվան, ես կգնամ ու այդ Վեներա մոլորակի պորտը տեղը կդնեմ, որ վախենա մեր կողմ նայի։ Չէ, գործ չունես։ Կարող ավելի թարսվի։ Ուֆ երեխեք, ոչ Google-ը հասկացավ ինչ է էս, ոչ էլ ChatGPT-ին։ Էս էլ ապրանքի նկարագիր չի։ Չինացի բժշկի գրած դեղատոմսը։ Ալավ ես հասկացա ես ինչը։ Ես սրա մասին փաստա վավերագրական ֆիլմ եմ նայել։ Ես ուրեմն գիտես ինչ է, ասենք NASA-ի ջոկատայինները հատուկ այս գործիքով որ մարդ ես, ասենք տիեզերքում պաժար-մաժարանում, ասես փչում հանգցնում են ջոկի վրա։ Լավ, ասենք տիեզերքում պաժարը։ Էս որտեղից են միացնում, որ տիեզերքում հոսանք չկա։ Հայելի հորս սարև չի ֆայն։ Ո՞ր են միացնում։ Վայ լավ էլի երեխեք, եկեք էս հետ դնենք, նենց բան հանենք, որ կարանք ծախենք։ Այ եթե լավ կոսմետիկա գտնենք, ժիրոս իմ համար կառնի։ Ես քո համար սենց ախմախ տեղից բան չէի արել։ Էս ինչ է։ Ես քո համար ամենալավ տեղից կառնեի։ Ո՞րն է այդ ամենալավ տեղը։ Ասենք Վեստայից։ Քրաշս, բայց Վեստայում չկա կոսմետիկա, տեխնիկա է մենակ։ Լավ տեխնիկան ավելի է գեղեցկացնում կնոջը, քան կոսմետիկան։ Չէ՞ տիկինը։ Ճիշտ ասում Ժիրո։ Նիկոլ, շնորհակալ։ Համեցեք։ Մերսի։ Տիկին Լարա ջան, ասում եմ, ես ձեր տունը կարող է հոսանքի հետ կապված ինչ-որ խնդիր կա։ Չհասկացա։ Դե ասում եմ այդ ցավը տանեմ, այնքան տեխնիկա էս առը, ես ասի կարող է տունը հոսանքների հետ տատանում, մատանում, մատաբետ, ինձ տավե գմպացրել է։ Չէ, երեխեք, ես այսօր ըստ նումերալոգիայի 10 եմ, բայց 10-ը փակ շրջան է։ Իսկ փակ շրջանից դուրս գալու համար միակ լուծումը տեխնիկա գնելն է։ Իմիջիալուց ես ինչ տարօրինակ սարքամ։ Էսի չինական շատ հայտնի բրենդ է, Tamagotchi է։ Ես պրոստը փողոցի կյանքով եմ ապրում, էլի մեռնում կստե չէ, նախ ես էլ կվեկալ եմ համար։ Զարմանալի է, որ այս բրենդի մասին չեք լսել։ Ես ոնց չեմ լսել։ Այս Tamagotchi է։ Եվրոպաներում գիտեք ինչքան եմ տեսել։ Դաժե գիտեմ ինչ արժի, $1300 ոնց որ։ Թանգաբազար են էլի այդ եվրոպացիք։ $1000 տարեք։ Ժիրո բրատ 1002 մեր վրա է լոմ նստած։ Տիկին Լարայի համար ափսոս չի։ Տարեք։ Վախ երեխեք, բայց ես սաղ իմ փողը ծախսել եմ Վեստայում։ Դուք ես իմ ձեռքինից մի նայեք, երկու ավտո ապրանք առաքիչները մեր տուն են դատարկել արդեն։ Լավ, մի րոպե, ես հիմա կզանգեմ Պուպսիկին, ու ինձ թվում է մենք այդ հարցը կլուծենք։ Ալո, Պուպսիկ, կներես, որ մանր հարցերով եմ քեզ էլի անհանգստացնում, հա, ինձ $1000 փոխանցես։
Վայ, լավ էլի պուպսիկ։ Ինչքան կարելի է այդ հարցերը ինձ տալ։ Մեկը վերջում փոխանցում ես, չէ։ Ինչի ես ինձ ներվայնացնում։ Ես էլ քեզ եմ սիրում։ Լավ, օքեյ։ Երեխեք, կլինի ես ճանապարհից փոխանցեմ։ Իհարկե։ Խնդրեմ, ես ձեզ կօգնեմ։ Ես ձեզ կօգնեմ։ Առողջ օգտագործեք։ Լավ օգտագործեք։ Մերսի։ Այս անպայման կկարդաք ստուգելու են։ Հակերը։ Հաջողից։ Թոմատոնը։ Ես ինքս։ Համերի։ Ունես։ Հարգելի ուշունց։ Ես երկար մտածեցի ու հասկացա, որ մենակ դու կարաս ինձ օգտակար լինես։ Ես ուզում եմ հետդ գործարք անել։ Ես ոչ մի ապօրինի գործարքի չեմ պատրաստվում գնալ, որ իմ քաղաքական օպոնենտները դիվիդենդներ հավաքեն։ Տնաշեն, ես ինչ խելացի մարդ ես դու։ Ես ինչ գրագետ բառեր գիտես։ Ես քեզ ապօրինի ոչ մի բան չեմ առաջարկում։ Հալալ արդար գործարք։ Ինչ գործարքը։ Այս քերուս կինը չգիտես որտեղից իմանում է այդ օնլայն առևտրի մասին։ Ու սկսում է առևտուր անում, այնքան անում դառնում է շոպոհոլիկ։ Ես գիտեմ, որ դու մեծ կապերի տեր մարդ ես։ Արի մեկին ճարի, այս ապրանքը մի 2 միլիոնով տանք իրան։ Հավատա, կակ մինիմում ստեղ 5 միլիոնի ապրանք կա։ Իմ օգուտը ո՞րն է։ Երկիր շենացնելը։ Այդ բոլորիս օգուտն է։ Իմ օգուտը ո՞րն է։ 10%։ Հղիկին անցնում։ Ընդմիջումը։ Բայց հիմա ընդմիջման ժամ չի, տիկին ջան։ Իմ ընդմիջման ժամը ես ինքս եմ որոշում, դարագուշա։ Իսկ կարող է որոշես աշխատես, որ սենց հերթ չգոյանա դրան առաջ։ Միջև կռվեցի եկա հասաստեղ հոգիս դուրս եկավ։ Это что за беспредел? Я не позволю в своем кабинете повышать на меня голос и говорить со мной с мунатом. Պտա ռուսերեն այդ որը տենց խոսում ես։ Չգիտես, որ ես երկրում վաղուց այդ ժամանակները անցել է։ Что за базарная баба? Դուքով եք вообще ընդհանրապես։ Ես ով եմ։ Ես Ժիրոյիվա ռեստորանի գլխավոր հաշվապահն եմ։ Նաև Իվանի օրինական կինը Ալվարդը, կոշտ Լեյով։ Իվանի կինեք, բաշտ ասեիք։ Բարև Վիլյամ։ Բալու Շեքսպիր։ Ինչ ես մեզ այսօր ներկայացնելու։ Այսօր ես ձեզ ներկայացնելու եմ դանակների լայն տեսականի, խնդրեմ, կեցակի Pro 4X Max։ Այս դանակով հնարավոր է կտրել ամեն բան, նույնիսկ երկաթ։ Դա անհնարին է։ Կեցակի Pro 4X Max-ով հնարավոր է ամեն բան։ Խնդրեմ, Միջև իմ գործընկերը սղոցում է երկաթը, շտապ եք գնել այս մոգական դանակները, քանի դեռ դրանք չեն մաշվել։ Օ! Սա պարզապես հրաշք է։ Լավ։ Մի գրեք մեր հեռախոսը համարը, պարզապես հիշեք այն։ +374 69 44 91։ Կրկնում եմ, +374 69 40։ Ամեն դեպքում ուզում եք գրեք։ Անջատ իմանն է։ Երեխեք, այս ֆենը ոնց որ սխալ է աշխատում։
Փչելու փոխարեն քաշում է։ Եկել եմ հետ տամ ֆենը։ Իմ $1000 հետ տվեք։ Ախր այ տիկին Լարա ջան, ով է տղամարդկանց լսում ֆենի ընտրության հարցում։ Մի հատ իրար հետ նայենք, հա։ Ահա, նայեք, այս տարը կնոջ դեմք է հիշացնում։ Այդ նշանակում է, որ այս սարքը դեմքը խոնավեցնող սարք է։ Իսկականից։ Շատ հաճելի է, շատ։ Նմանապես։ Ուժուձը ձեր մասին շատ լավ բաներ ա պատմել։ Չափազանցրել է։ Ոչ մի բան չեմ չափազանցրել, ոչ մի բան։ Իվանի նման խոհարան չկա։ Այս սենյակում։ Նստենք, ամեսիկ։ Ինձ պատմել են ձեր քերակնոջ արգազների մասին։ Ինչ է այդքան պատվիրի։ Ինչ ասես պատվիրել, այս արտերը, մեջը 5 միլիոնի ապրանք կա, ճիշտ է չեմ նայել, բայց վստահ եմ, որ 5 միլիոնի ապրանք կա, ցանկացած արկը բաց եմ տեսել։ Ալվարդիչկա ջան, այս կատնաշորից հեսա, քեզ կհյուրասիրեմ կեր շատ համեղա, շատ։ Ոյ, Վեներաչկա ջան, գիտես ինչ լավ է հղի լինելը։ Ամեն օր մեկը մի համով բան հյուրասիրում է։ Ես շատ ասազում հղիություն, Ալվարդիչկա։ Վեներաչկա ջան, ճիշտ ես ասում, ես ոնց որ ծնված լինեմ հղի լինելու համար։ Առաջի օրերը մի քիչ վատ էի, բայց հիմա արդեն արտակարգ եմ։ Անցմիջում է։ Ռոբոտ փոշեկուտ, տեսեք, տեսեք։ Բիժուտերիա, արծաթյա զարդեր և նմանատիպ լիքը բաներ։ Ընդիր գործարք, ոնց խոսացել էին։ 2 միլիոն։ Սիրելի հայրենակիցներ, այս երկու կաները հենց տոր բոլորիս աչքի առաջ եկան հանցավոր համաձայնության։ Այս խաբեբանները շրջանցելով հարկային դաշտի բոլոր օրենքները ցանկանում էին կանխիկ գործարք կնքել եւ խուսափել հարկերից։ Այս տականքը թալաները սեփական քերակնոջը նրա նմաններին նույնիսկ համաներում չի հասնում։ Իսկ այս հաստավիզը ուզում էր հեշտ հարստանալ Գողոնի հաշվին։ Ալվարդիչկա ջան, նենց տպավորություն է, որ մենք մանկության ընկերուհիներ ենք, նենց հաճելի է քեզ հետ զրուցել, շատ։ Վեներաչկա ջան, գիտես չէ, իմ ամբողջ կյանքի երազանքն է եղել համատիրության պետ լինել։ Ես էլ քոպես ուզում եի այսպես նստեի, մարդիկ գային, ես իրանց բոլոր հարցերը լուծեի, ինձնից գոհ շնորհակալ գնային։ Չեք հասկանում որ ընդմիջումը։ Ախր ո՞նց կարելի է։ Հա դուրը ճար։ Ու այսօր вообще ոչ աշխատանքային օր է։ Բրավո։ Բրավո։ Ես իմ ազնվությունը ոչ մի փողի հետ չեմ փոխի։ Մենակ 4 միլիոն դրամի դիմաց։ Ինչքան։ 2 միլիոն դու, 2 միլիոն դու, 4 միլիոն տղեկ ջան։ Քեզ ինչ եմ ասում, ես քեզ ոչ մի կոպեկ էլ չեմ տա։ Հենց հիմա տեսանյութը հրապարակում եմ։ Կներես, բայց գործարկը չի կայանա։ Փողը տուր է։ Փոստում եմ, արագացրեք, փոստում եմ։ Բայց դու ինչ սրիկա ես։ Հոտեղը, նե, տվջարեմ։ Ես սրան լավ գիտեմ։ Ով կտոն։ Չեղավ, ստե միլիոն ու կեսից քիչ է։ Քիչ է, ես էլ է քիչ։ Պահել էի ալվարդից մի ամսյակին նվիր էի։ Ապրես։ Այ մոբայլի գիվ քարտը քեզ մի քանի ամսյակի դատվածությունից փրկեց։ Ուй։ Ոյ։ Երեխեք այս սարքի հետ ինչ-որ բան են չի հաստատ։ Մի հատ նայեք դեմքս ինչ ա արել։ Խոնավեցնելու փոխարեն վառել ա սաղ։ Եկել եմ ես հետ տամ, եկեք վերցրեք։ Լարա քուրս էլ է սարքը դու։
Ասել է, հետաքրքրության համար զուտ էլի։ Օպա։ Ահա, տեսար։ Օպա, վերջ։ Պարզ այս ինչ սարքա։ Ուրեմն այս սարքը ոչ դեմքի խոնավեցնող սարքա, ոչ էլ ֆենա։ Բոլորս նկատեցինք, չէ, որ մեջից գոլորշի ա դուզ գալ, իսկ գոլորշի կարում ա դուզ գա երկու տեղից։ Յա թեյնիկա, յա հարթուկա։ Իսկ էսի явն երևում ա, որ ասեք թեյնիկ չի էլի։ Ուրեմն երկրորդ տարբերակ հարթուկ։ Բայց այս սովորական հարթուկ չի է։ Ասեք շորը թաքնում ես, չէ, հետո ես նկատում, որ չմրցած ա, լարում ես հանես, այս հարթուկը վերցնում ես, միանգամից սենց վրից հարթուկում ես ջուգի։ Երեխեք, ես ինչ լավ բան ա։ Իմ ընկերուհիներից ոչ ոք չունի սենց բան։ Բա ոնց լավա քուրս, բարով վայլես, անփորձան կարևոր է։ Ապտեք։ Եկնաց, պատա։ Արա, բայց սիրտս վկայում է էսի մի փորձանքի ռաստվելու է տանեն փագեն հորեսով։ Թանյան արի։ Ֆանտաստիկ սաղուն ու պրոֆեսիոնալ անցավ մեր օպերացիան։ Ես քեզանից գոհ եմ ապրես։ Այդ քերակին թալանովը շատ խնդար ասեցիր։ Էդի մինիմում 200,000 լայքանոց ու կոմենտանոց վերնագիր էր։ Դե պետք լինեն բարեկամ։ Ասա, էլի կգամ։ Սիրով, մի րոպե։ Ես քո կեղծ 2 միլիոնը վերցրու։ Հենց պետք լինես, եսի չմոռանաս, հետդ կբերես։ Եղա, ուշուշ ջան։ Ավայ, Գնացի։ զգուշ։ Շատ լավ, ասես մեր գործարքի ունենամ, տանս տեխնիկան ու կահույքը կթարմաստեն։ Դզեց։ Հրես բոմբ արկղեր, սաղ մեջը բոմբա։ Մանե, արի սրա գովազդը նկարենք։ Գիտես ինչ անենք։ Եկեք այս բոմբերը վառենք, ռեստորանը պայթացնենք, ես այս փլատակների տակից դուրս գամ ասեմ բրանք։ Ջանալա, շատ լավ է, դավայ գնացինք։ Երեխեք դուք լրիվ եք գժվել, վայ։ Այ քեզ բան, չեք հասկանում, որ մարդիկ կարող են վնասվել այս ամեն ինչից։ Այս շատ դեյնջեր բան ա։ Ես հիմա այս արկղը տանում ու վերացնեմ։ Դու ստեղ։ Հերու։ Գոնե մի պաշկա վերցնենք, նոր տարում կմփսնենք։ Այ հիմա ասեք, ձեր արածը ձեր դուրը գալիս է։ Շատ տիկին Լարա ջան, մենա ձեր շապիկը ընտիր հարտուկվել է։ Իմ վերնաշապիկը ամբողջությամբ սև էր։ Հլնա ինչ արեն, լրիվ փչացրել է։ Ու սա քիմ մաքրման սարքա։ Ինչ իմացաք։ Տան մաքրուհին ասե, մենք ունենք սրանից։ Հլը մի հատ իմ տեսքին նայեք, ժողովուրդ, սա նորմալ է։ Դո բա ինչա տիկին Լարա ջան, էդի այսօր թրենդային է, այսօր բոլորը տնից դրանով են դուրս գալի հորսը։ Չէ, դուք ինձ ձեռ եք առնում պրոստը։ Դուք սենց տեսքով մարդ դրսում տեսել եք։ Խնդրեմ։ Երեխեք, փոստորեն դուք ինձ չեք խափում։ Ես տիկին Լարա ջան, մենք քեզ կյանքում չենք խափեմ ռնքս։ Լավ։ Դե ուրեմն ես հեսա կգնամ ինստայով post կանեմ, թող բոլորը տրաքեն։ Bye։
Էս ինչ աղբախորեր Արմատ։ Լիքը փող գործի այդ կլյաուզնիկի պատճառ։ Բարև ձեզ։ Добрый вечер, Иван.